քաղաքը փոխում է, բերում է նոր գաղափարախոսություն, նոր մտածելակ։ Սա այլևս հինը չի։ Երևանը իր նարատիվը Հռոմից ավելի մեծ լինելու պատումը ինքնության առումով շոյող եւ իհարկե փաստական իմաստով նաեւ տեղին, բայց որ երբ համակարգը կորում է, ենթակառուցվածքները փլվում են, խնամքի նոր տեսությունները, քաղաքային խնամքի, հետեւյալ բանն են ասում, մարդն է դառնում ենթակառուցվածք։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության հյուրը Հարություն Վերմիշյանն էր, ով սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է եւ Երևանի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի պատմության, տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ, ինչպես նաեւ նոր ստեղծված տարածքային ուսումնասիրությունների եւ զարգացման լաբորատորիայի ղեկավար։ Հարությունի հետ այսօր խոսել ենք քաղաքների մասին, քաղաքների սոցիոլոգիայի մասին, խոսել ենք հետարդյունաբերական քաղաքների մասին, խոսել ենք թե ինչպես է մարդը, ինչպես է միջավայրը կամ ինչպես է սիմվոլիկը փոխում այդ տարածքները, փորձել ենք նաև հասկանալ մի քանի այսպես փոքր Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքների զարգացման տրամաբանությունը այս վերջի 30 տարիների ընթացքում եւ շատ այսպես ընդհանուր նաև հետաքրքիր զրույց ենք ունեցել սոցիալական գիտությունների կարևորության եւ նշանակության մասին։ Շատ հետաքրքիր զրույց է ստացվել, անպայման դիտեք, անպայման այսպես միացեք նաև մեր Telegram-յան ալիքին եւ նաև ներքևում մենք ունենք այսօր նոր այսպես լինքեր, որոնք հարությունենց պրոյեկտների, նախագծերի մասին են, անպայման նաև ուսումնասիրեք իրենց եւ սիրեք պատմությունը։ Հարություն ջան, ողջույն։ Այսօր նորից խոսելու ենք քաղաքների մասին, ինչի նորից, որտեղ մի քանի հյուր ունեցել ենք, որ այդ թեմայով խոսել ենք, ինձ շատ հետաքրքիր է այդ թեման, որովհետև գոնե ժամանակակից աշխարհի պատմության զարգացումը դա քաղաքային եւ քաղաքի եւ քաղաքային միջավայրի զարգացումն է, չէ՞, վերջին հաշվով։ Եվ դրա համար կուզենամ այսպես ընդհանուր հարցից սկսել, ինչի է կարևոր ուսումնասիրել քաղաքները ու քաղաքների պատմությունը, այդ կարևորությունը կարող ես մեր լսողներին ներկայացնել։ Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար։ Կարծում եմ քաղաքները, հատկապես արդի իմաստով, այդ ուրբան իմաստով, զալացման ժամանակաշրջանից սկսած, դառնում են շատ կարևոր նաև սուբյեկտներ, կառուցվածքներ, ֆորմաներ, ձևեր, որոնք որ պայմանավորում են մարդուն, չնայած լինելով կարծես պայմանավորված մարդով։ Եվ երևի պատահական չի, քեզ որպես պատմաբանի, դա արդեն երրորդ կամ որերորդ հյուրն ունենալով խոսի քաղաքների մասի, որտեղ իսկապես հենց պատմական տեսանկյունից կարևոր ու հետաքրքիր ֆենոմեն է, ինչպես Չարլզ Թիլին է նշում, արդի քաղաքի կամ այդ ուրբանի պատմությունը մոդեռնի քվինտեսենցիալ պատմությունն է։ Սա ինչ է նշանակում, որ միայն քաղաքի գիծը նայելով, քաղաքի զարգացումը, տրանսֆորմացիան հասկանալով դու կարող ես ախտորոշել տվյալ հասարակությունը, դիագնոզ տալ տվյալ հասարակությանը, տվյալ կոնտեքստին։ Օրինակ, կարելի է հայաստանյան հասարակության 100-ամյա պատմությունը նկարագրել Երևանի պատմությամբ ու չսխալվել, ամբողջական բացատրություն տալ, թե ինչ է Հայաստանը, բայց խոսել միայն քաղաքի մասին։ Այս առումով, որպես սոցիոլոգ, ինձ եւ ընդհանրապես սոցիոլոգիային միշտ հետաքրքիր է եղել այս ֆենոմենը։ Ընդհանրապես հասարակական գիտության եւ սոցիոլոգիայի, հատկապես սոցիոլոգիայում քաղաքը դարձավ հետաքրքիր, հետազոտելի եւ դիտարկելի երևույթ հենց գիտության ձևավորումից 10-րդ դարից, երբ ձևավորվում էին այդ նոր քաղաքները, այդ մոդեռնի ինդուստրիալ քաղաքները, սկսում էր ուրբանացումը, բոլոր դասականները գրեթե ունեն անդրադարձ քաղաքին։ Օրինակ ամենահատկանշական էսսեներից գործերից մեկը Գեորգ Զիմելինն է, ով հրատարակեց մեծ քաղաքը, մետրոպոլիսը եւ մենթալ կյանքը, եւ մտային կյանքը, ցույց տալով, որ քաղաքը փոխում է, բերում է նոր գաղափարախոսություն, նոր մտածելակ։ Սա այլևս հինը չի։ Եվ այստեղից սկսվում է մոդեռնը, եւ կարծես հենց մոդեռնի ցուցիչը, քվինտեսենցիան հենց դառնում է քաղաքը։ Իսկ եթե մոդեռնի հասարակությունը սոցիոլոգիայի օբյեկտն է, հետեւաբար քաղաքն է դառնում
մեր օբյեկտը։ Այս առումով իրան կապակցվում են եւ դա միայն քաղաքը չէ, այլ դա ընդհանրապես հասարակությունն է, ուղղակի քաղաքը միշտ նյութականացնում է այդ ամբողջը։ Հա, այսինքն փոխվում է հասարակությունը, չէ՞, այսինքն միջև քաղաքը մենք մարդկային, այսպես պոպուլյացիայի որպես այդպիսի լրիվ այլ բնորոշում կարող ենք տան, քաղաքը արդեն փոխում է այն, այսինքն գյուղը այլ հարաբերություններ է մարդկանց միջև, այլ դրվածք է, չգիտեմ, այլ ընկալում, այլ մտային, հա, այսպես պատկերացում է, քաղաքը լրիվ ուրիշ, չէ՞։ Այո, այդ մոդելի մասին է հաջորդ քննարկումը սոցիոլոգիայում իր կայացման փուլում Դյուրքհեյմ մեխանիկական եւ օրգանական համերաշխության անցման մասին, Քյոնիս Գեմայնշաֆտ, Գեզելշաֆտ հարաբերությունների մասին եւ միշտ սիմվոլիկացնելով որպես տարածական միավոր գյուղը գյուղականից ագրո վիճակից անցումն է դեպի գործարանային քաղաքային ինդուստրիալին եւ սրանք կարծես երկու ժամանակաշրջանների մոդելներ են չնվազեցնելով այն ինչ է գյուղը որը մինչեւ հիմա կա եւ կարեւոր տարածություն է արդի հասարակության կոնտեքստում բայց մոդելը որը վերարտադրում է այս մոդեռնը այս նորը կամ այսօրվանը դա քաղաքն է ով նաև իր մոդելն է պարտադրում մյուս բնակավայրերին ինչպես Մարքսի կապիտալիստական ֆորմացիայում բուրժուազիա պրոլետարիատ հարաբերությունն է կենտրոնական չերքելով որ ֆեոդալն է մնում այլ դասակարգերը եւս բայց մաքուր հարաբերությունը որը խոսում է նորի մասին դա է նույնը քաղաքն է որը անցումն է գյուղից դեպի քաղաք։ Եվ չգիտեմ, կարող է շատ այսպես պրիմիտիվ ու սխալ բան եմ ասում, բայց գյուղը ավելի շատ ազգագրագետի դաշտ է իստում, որովհետև գյուղում են ամփոփված այսպես նույնությունը, չէ՞, այսինքն մարդիկ նույն ձևի են մտածում, նույն սովորույթներ ունեն, նույն լեզվով են խոսում, չգիտեմ, եւ իսկ քաղաքը դա հակասությունների դաշտ է, եւ այստեղ երևի սոցիոլոգը ավելի մեծ տեղով։ Նու իհարկե մաքուր մոդելի առումով, եթե շատ կլասիկ իհարկե մի քիչ վիճելի բանով գնանք հաճախ շատ པարզ ուսանողներին նաեւ բացատրելուց անթրոպոլոգիա, սոցիոլոգիա տարբերության մասին, ասում են մինչ ինդուստրիալ ձևերը առավել հետաքրքիր են անթրոպոլոգիական իմաստով, ինդուստրիալ ձևերը արդեն սոցիոլոգիայի տիրույթ են գնում։ Բայց սա տնենք մի կողմ, իսկապես գյուղը ազգագրական հետաքրքրությունը շատ մեծ է, բայց օրինակ մենք որպես սոցիոլոգներ հայաստանյան հասարակության ուսումնասիրության կոնտեքստում միշտ գյուղը մեր ուսումնասիրության կետում է, բայց միշտ այն հարաբերման մեջ է։ Ու այն հարաբերումը արդեն քաղաքի հետ է։ Շատ հետաքրքիր մի բան կարող եմ հիշել, տարիներ առաջ երբ ես նոր սկսեցի այս տարածական ուսումնասիրությունները քաղաքի թեման եւ այլ Առաջին թեման, որ ընդգրկված է գիտության կոմիտեի ֆինանսավորման մի ծրագիր էր, որը գյուղերին էր վերաբերում, Հայաստանի, Բելարուսիայի քեյսերի համատությունն էր։ Եվ մոտավորապես թեզը հետևյալն էր՝ գյուղը որպես ավանդական ինքնության վերարտադրության մեխանիզմ։ Սոցիոլոգիական իմաստով միշտ չի հարմարվում ձևակերպման հետ, մինչև որ փորձեցի նաև տեսականորեն հասկանալ։ Տեսեք, ինչ է ասում, ինչպես է կառուցված եւ աշխատում օրինաչափությունը ինչպիսին է եւ հետեւաբար ինչ է ասում տեսությունը ցավոք կամ փաստացի գյուղը չի կարող ինչ որ մի բան ստեղծել կոմունիկացնել եւ պարտադրել քաղաքին փոփոխությունները հասունանում զարգանում են քաղաքում եւ ավելի շատ այդ ուղղությամբ է ազդեցությունը քաղաքից գյուղ կամ գյուղից քաղաք Եվ խոսելով գյուղի մասին, մենք տեսնում ենք քաղաքայինի էֆեկտները գյուղական փոխակերպման վրա, գյուղականության ճգնաժամի վրա։ Այսինքն այստեղ միշտ մեղավորի կամ ակտիվ կողմի պրոակտիվ կողմը քաղաքն է եւ գյուղը սկսում է այդ пассивությունը կրել։ Իհարկե սրանք բավական հետաքրքիր հարաբերություններ են։ Նրա մենք դա նույնիսկ տեսնում ենք ուշ միջնադարից, երբ որ գյուղը փաստացի այսպես կարելի է ասել իր ենթակայության քաղաքը իր ենթակայության տակ է գցում գյուղը, որովհետև գլխավոր շուկան շրջանի քաղաքում էր եւ գյուղացին կախված էր այդ շուկայից, որովհետև հենց միակ տեղը, որտեղ ինքը կարող էր իր ապրանքը վաճառել, իրացնել եւ այլ ապրանք գտնել իր համար կարեւոր, այն քաղաքն էր եւ բնականաբար քաղաքը նաեւ դարձավ թելադրող նաեւ այդ առումով, էլի։ Այո, այդ իմաստով միշտ քաղաքի դոմինանտությունը կամ շուկայի այդ գլխավոր հավաքատեղու իհարկե քաղաքի մոդելներն են փոխվում գլխավոր հետաքրքիրը ինչն է արդի քաղաքի որը դառնում է արդեն սոցիոլոգիայի առումով հետաքրքիր ֆենոմեն այն դադարում է լինել ուղղակի շուկա
որտեղ միշտ նույն մարդիկ կարող էին հայտնվել, կիսվել, փոխանակել, այլ այն դառնում է ապրելակերպ եւ դառնում է անծանոթների ամբողջություն։ Սիմվոլիկ գործարանը, որը չէր կարելի կառուցել Բերթա քաղաքում կամ մեկը կառուցվում է որևէ տեղ, ենթակառուցվածքները զարգանում են, ձևավորվում է քաղաքը, բայց իրեն պետք են ապրեցնել մարդիկ, ովքեր գալիս են տարբեր ուղղություններից եւ դրանք անծանոթներն են։ Այս ուրիշի գաղափարը, անծանոթների տարածությունը դա նոր հասարակության որակն է, որի մասին խոսում է Զիմելը, խոսում է Վեբերը, այս սոցիոլոգիական իմաստով նոր իմաստավորվող եւ ձևավորվող տարածությունն է։ Եվ սա է իր ունիկալությունը։ Տեսքեր, բայց ես ուղղակի թեմայից, չգիտեմ, շեվում եմ թե չէ, բայց հետաքրքիր մի բան մտքոս անցավ, որ եվրոպական քաղաքները, որ գնում ես կամ նույն ամերիկյան քաղաքներ, կենտրոնական փողոցներն իրականում Market Street-ներն են կամ Mark Plaza, այսինքն շուկայի հետ կապված։ Մենք Հայաստանում չունենք նման բան, հետաքրքիր է, էլի, որ հայկական քաղաքները այդ շուկան չկա եւ ըստ երևույթի դրա պատճառներն են, որ մեր այսօրվա քաղաքները վերջին հաշվով դրանք արդեն մոդեռն շրջանում ձևավորված երևույթներ են, այսինքն հա, պարզ է, հիմքը կա, այս նույն Երևանը, ասենք 2800 տարվա պատմություն ունի, բայց վերջնաշուտ երբ մենք խոսում ենք այսօրվա Երևանի մասին, մենք խոսում ենք խորհրդային Երևանի մասին, չէ՞, եկեք ճիշտ է, ասենք Թամանյանի եւ այսպես Երևանի մասին ենք խոսում եւ չգիտեմ, հիմնականում կարելի է ասել, որ այսօրվա Երևանը ձևավորվել է չէ խորհրդային շրջանում եւ նաեւ սոցիոլոգիական առումով, այդ է դրան եմ ուզում բերեմ։ Տեսեք, իսկապես Երևանը իր նարատիվը Հռոմից ավելի մեծ լինելու պատումը ինքնության առումով շոյող եւ իհարկե փաստական իմաստով նաեւ տեղին, բայց հա որ այս հարցը ընկնում է գլխավոր ասես կենտրոնական է դառնում սիմվոլիկ իմաստով քաղաքը ինչ է այսօրվա քաղաքը, որը մենք ապրում ենք, որը տեսնում ենք, որը մեզ է պայմանավորում եւ որը պայմանավորված է մեր առօրյականությամբ, որքանով է կրում այդ պատմական շերտը, որքանով է այն տեսանելի, որքանով է այն սոցիալականացնում քեզ եւ դու իրան ընկալում ես որպես ավելի մեծ։ Սա քաղաքային պլանավորման, մենեջմենթի, սիմվոլների պահպանման, փոխանցման, օրինակ Հռոմում ապրելով կարող է զգալ, որ սա մեծ քաղաք է եւ դու դա իմանում ես, տեսնում ես, շոշափում ես։ Երևանում դու կարողանում ես դա շոշափել։ Մասնագիտական իմաստով իհարկե այդ տեղերը, տարածությունները հաղորդումների, ազգագրական ուսումնասիրությունների, մարդաբանական, սոցիոլոգիական նկարագրվում են, հանվում են, բայց դա մարդու, քաղաքացու, քաղաքաբնակի ապրման մասը չի դառնում։ Այս իմաստով շատ սիմվոլիկ, այո, քաղաքը, այն ինչ մենք ունենք, զուտ քարտեզի լանդշաֆտի իմաստով ձևավորվել է 100 տարիների ընթացքում։ Եթե անցած տարի Թամանյանի գլխավոր ատակագծի 100-ամյակն էր, մենք սիմվոլիկ կարող ենք դա քաղաքի արդի կամ այսօրվա Երևանի պատմությունը համարել։ Այսպիսով տեսեք, սոցիոլոգիական իմաստով կարծես Երևանը դառնում է 100 տարեկան քաղաք։ Շատ հետաքրքիր է եւ իսկապես, որովհետեւ քաղաքը պետք է ինքը կրի եւ փոխանցի դա, եթե միայն դոկումենտացված է, որ այն հին է, այն դադարում է լինել ինքնություն պայմանավորող։ Այն պետք է շոշափելի լինի, իսկ քաղաքը միշտ նյութական, տարածական իմաստով գաղափար, ինքնություն, գաղափարախոսություն փոխանցող տարածություն։ Նաև արտաքին այսպես սիմվոլներն չկա, ճիշտ ես ասում, օրինակ ես ուզում եմ հիշեմ Երևանի որտեղ կա, ասենք ուրարտական ինչ-որ սիմվոլիկա, եթե չասենք հենց մարգինալացված հատվածներում։ Հա, ասենք բանը Երևանի թաղամասում իհարկե այնտեղ կա ինչ-որ բան երևի, Ուժարձանի շրջակայքում, հա, ասենք Թանգարանի շրջակայքում ինչ-որ բաներ կա, բայց դրանից դուրս այն չի եկել։ Եվ ես ուրիշ բան ասեմ, մենք նոր ենք վերադարձել Իրանից եւ հետաքրքիր մի նկատառում այնտեղ արեցինք, որ թեև Իրանը իսլամական հանրապետություն է եւ այսօր ամբողջությամբ այդ իսլամական գաղափարը, նաեւ քաղաքական դաշտում իսլամական գաղափարախոսությունն է գերիշխող, բայց ամբողջ երկրում Սասանյան եւ Աքեմենյան շրջանի խորհրդանիշեր էին։ Ասենք Դարեհի, Կիսանդրի, ինչ որ դուք տեսներ հանգարցակի փողոցում հյուրանոցի դեմ ինչ որ կանգնած են այդ Աքեմենյան, այդ բարձրաքանդակի ինչ որ բաներ, դեմքեր եւ այլն, ու դու հասկանում ես, որ այստեղ կապը անմիջական է։ Մեր դեպքում Ուրարտու հետ կապը ցավոք սրտի, ես ցավով եմ սա ասում, մենք խոսում ենք, բայց դա չի ընդգծում, չկա սոցիալական կյանքում։ Համաձայն, մեն անունների մեջ կա, չգիտեմ որ պահպանվել են Արգիշտի մենուա այդ առումով, բայց ուրիշ ոչ մի բանի մեջ։ Տեսեք, հա շատ հետաքրքիր դիտարկում է,
Այս իմաստով զուտ նորից մի փոքր շեղվելով, բայց մնալով քաղաքային այդ թեմատիկայի մեջ եթե ես ինքս չեմ եղել Իրանում, չեմ կարող նկարագրել եւ ավելի մանրամասն անանել, բայց զուտ հիպոթետիկ եւ այդ առաջին նկարագրությունից շատ կարևոր է ինչն է նյութականացված քաղաքում։ Ինչն է փոխանցում եւ դու ինչ ես զգում այդ genius lock-ին, հա, այդ սիմվոլիկ կառուցվածքը, ինչպիսի քաղաքաբնակ է եւ ինչ գաղափարախոսություն է փոխանցում։ Սա շատ կարևոր է, ինչ իմաստով, զուտ հիպոթետիկ։ Եթե ռեժիմը չի նյութականանում, այլ գաղափարախոսություն է ավելի քաղաքում նյութականացված, այն ընկնելու հավանականություն ունի։ Հիմա գործընթացները, որոնք գնում են Իրանում, շատ հետաքրքիր մի դրույթ կար Լեֆևրից եկող, ասում էր ինչի խորհրդային միությունը հեշտ անկում ապրեց, որտեվ ինքը չէր լեգիտիմացրել եւ նյութականացրել կոմունիստական, սոցիալիստական տեղեր, տարածություններ։ Իսլամական տարածությունները որքանով են որքանով է իսլամական է նյութականացված, սա շատ կարևոր է։ Այս առումով ինքը քաղաքը միշտ այդ փոփոխության, վերափոխման, կտրուկ հեղափոխությունների ցուցիչն է։ Դու կարող ես քաղաքում ցուցիչները տեսնել եւ կանխատեսումներ անել։ Սա մյուս հետաքրքրությունն է, ինչու է քաղաքը հետաքրքիր հասարակագիտ։ Հա, որովհետեւ էլի համաձայն եմ լրիվ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ օրինակ 60-ականներից չէ նույն Երևանում, նույն Հայաստանում շատ ավելի գնաց ազգային սիմվոլիկայի ընդգծումը, քան խորհրդային։ Իհարկե խորհրդայինը պետք էր լիներ, բայց դա ոնց որ շարունակում էր եւ զուգորդում էր ազգային, այսինքն երկրորդական էր դառնում ազգայինից, որը շատ հետաքրքիր ֆենոմեն է, որ մենք ունենում։ Ազգային, ժողովրդական, օրինակի համար շատ հետաքրքիր է գաղափարը, որը դրվում է քաղաքի, ձևավորել սոցիալիստական քաղաք, մայրաքաղաք, բնականաբար բնակեցնել, ինդուստրիալացնել, բնակեցումը տեղի ունենում տարբեր մարզերի, շրջանների, գյուղերի, փոքր քաղաքների բնակչության ներհոսքի իմիգրացիայի հաշվին, ովքեր բերում են իրենց մշակույթը։ Սա դինում է բնակարան տրամադրելու process, ոչ թե բնակ տարածության գաղափարախոսացման, ձևավորման process։ Այսինքն հայտնվելով բնակարանում ոչ թե ես սկսում եմ կրթվել, սոցիալականացվել որպես սոցիալիստական հանրապետության քաղաքաբնակ, այլ ես սկսում եմ տարածությունը հարմարեցնել իմ բերած մշակույթին, իմ հաբիտուսին։ Սրանով արդեն իսկ այդ տարածությունը սկսում է դառնալ իմ սահմանմամբ եւ ոչ այն նարատիվով, որը պետությունը կուզեր կամ փորձում էր ձևավորել։ Այս սրանք շատ հետաքրքիր զուգորդումն են, երբ դու սա հաշվի չես առնում, դու միշտ կարող ես քո վերևից ներքև պլանը ձախողել։ Լավ ու վատի մասին չխոսել, ուղղակի սա որպես ցուցիչ։ Արդյոք մեր բնակ տարածությունը խորհրդային սոցիալիստական տարածություն էր։ Շատ հետաքրքիր հարցեր են, Խրուշովկաները միգուցե, հա։ Տեսեք, մարդիկ ինչ են պատմում, մենք ունենք հավաքագրած նարատիվ հարցազրույցներ բնակարան ստանալու գործընթացի մասին խորհրդային շրջանում, այդ գլխավոր սիմվոլը այդ կիսաֆաբրիկատ տնի գաղափարն է։ Հա, տունը կա, բայց առաջին քայլը քո դա ամբողջությամբ վերանորոգելն է, որպեսզի հարմար լինի ապրելուն։ Բայց ինչպես են վերանորոգում, այնքան ինչքան կարողանում եմ կամ ինչ ճաշակ որ ունեմ։ Ոչ թե կա ստանդարտ, որով նորոգված է, մատուցված է, բոլորը մտնում եմ մյուսի տուն նույն բանն եմ գտնում։ Ես մտնում եմ ուրիշի տուն, այլ խալի եմ տեսնում, այլ դիզայն եմ տեսնում, այլ դուր, այլ գույն, այլ ձև։ Եվ սա այս բազմազանությունը խափանում է այն ինչը որ ես ուզում եմ, որ այդ ստանդարտ կոմունալ կամ նույնատիպ մարդու քաղաքացու գաղափարը ես ձևավորեմ։ Սա շատ հետաքրքիր է։ Այսինքն սրանք շատ փոխպայմանավորված process-ներ են, ովքեր այդ ակտանտային հարաբերությունները, ովքեր են դառնում սուբյեկտները տարածության ձևավորման։ Արդյոք պետությունն է, թե պետությունից անցում է կատարում քաղաքաբնակի նոր բնակվողին։ Ոստի ամեն ինչ փոխվում է։ Հա, ճիշտ է։ Դու սկզբում ասացիր, որ Երևանը ուսումնասիրելով մենք նաև Հայաստանն ենք ուսումնասիրում։ Հա, այդպես է, մանավանդ որ մեր մայրաքաղաքը ոչ միայն քանակային առումով է զգալի տեղ զբաղեցնում մեր երկրում, այլ նաև իր ակտիվությամբ,
չէ, երևույթները, այո, կենտրոնացվածությամբ, որ նայում ես, այսինքն իրադարձությունները, որ տեղի ունենում Հայաստանում, երևի մեծ մասը Երևանում է տեղի ունենում, շատ դառնումով մյուս քաղաքները մոռացված վիճակում են, հա, ուզում եմ դրա մի քիչ դուրս գանք Երևանից իրար հետ ու խոսենք մի երևույթի մասին, որի մասին դու էլ ակնարկեցին, դա այդ արդյունաբերական քաղաքն է, չէ՞, երբ որ գործարան են կառուցում, վերլաստիր գործարանն են կառուցում, հիմա փաստացի այդ քաղաքը կառուցում է ոչ թե շուկայի շուրջ, որը բնականon միջնադարից եկել է, այլ գործարան, որի շուրջ կառուցում է քաղաք։ Մենք դա ենք արդյունաբերական քաղաք անվանում։ Անու արդյունաբերականացումը եւ տնտեսությունը ամբողջությամբ սկսում է կախված լինել այդ գործարանայնությունից եւ սկսում է ինդուստրիան դառնալ հիմքը, բնականաբար դրանք տեղայնացում են քաղաքներում, բայց գործող քաղաքներում գործարանայցումը մի process է, գործարանի շուրջ քաղաք հավաքելը այլ process է։ Օրինակ, չգիտեմ, մոնոքաղաքների գաղափարը սովետական։ Հայաստանում կար որը կարող են կար։ Մոնոքաղաք չասենք, բայց մեր շատ փոքր քաղաքներ, ովքեր հենց քաղաքի ստատուս են ստանում, կարգավիճակ են ստանում խորհրդային շրջանում, նրանք այդ տրամաբանությամբ են կազմավորվում։ Մենք ունենք քաղաքների ցուցակ, ովքեր տեսեք նույնիսկ սիմվոլիկ կարող ենք բաժանել քաղաքները, ովքեր հենց կարգավիճակ են ստանում որպես նաև ռեգիոնալ կենտրոններ մինչ երկրորդ համաշխարհային պատերազմ, երբ սկսում են շատ ակտիվորեն ձևավորվել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարբեր փուլերում 50-60-70-ական թվականներին մինչև 80-ականներ։ Օրինակի համար Չարենցավան քաղաքը, որը հստակ շինարարության պայմանավորված եւ միջանկյալ կայարան ունենալու գաղափարի շուրջ ձևավորվող քաղաք է։ Սիսիան քաղաքը մենք օրինակ հիմա փոքր քաղաքներում այդ ուսումնասիրությունները անում ենք եւ շատ հետաքրքիր է նրանք ովքեր իրենք ունեն քաղաքային ինքնության նարատիվը պատումը մինչ սովետի եւ նրանք ովքեր հենց խորհրդային շրջանում են։ Դե Սիսիանը կունենա մինչ սովետի, Սիսիանը ունի իր փոքր բնակավայրը, ով ասում են հենց այսօր էլ Ղարաքլիսեցի եւ ոչ Ղարաքլիսեցի այս Սիսիանի սահմանման մեջ մենք կարող ենք տեսնել, գետի այս կողմ այն կողմի գաղափարը մենք կարող ենք այնտեղ տեսնել։ Ստեփանավան ունի իր նախապատմությունը, հա, Ջալալօղլուց մինչև Ստեփանավան դառնալու ճանապարհը, բայց օրինակ Չարենցավանի кейսը շատ հետաքրքիր է, ինքը տիպիկ sense ներդրվող խորհրդային գաղափարախոսությամբ կամ այդ ինդուստրիալացմամբ, պլանավորմամբ հետաքրքիր քաղաք է, որը սկսում է կրել այդ նոր ձևը, բայց շատ հետաքրքիր են այս առանձին քաղաքների առանձին ճակատագրերն ու պատումները, որոնք առանձին պատմություն են քեզ տալիս խորհրդայինի անցման, հետ խորհրդայինի, սա ինչի մասին է, այս սրանց լսելը եւ իրանց պատմությունը հուշում է, թե մենք ինչի մեջ ենք ապրում եւ ինչ ճանապարհ ենք անցել։ Հա, դա մենք իրար դա կոչում ենք հետ արդյունաբերական քաղաքներ, հա, ճիշտ եմ ասում։ Այնքան իմաստով, ինչքան որ իրոք արդյունաբերականացումը ընդհատվեց եւ այդ մեծ ներուժը տեղ-տեղ ընդհանրապես կորավ, իսկապես դա հետ արդյունաբերական է, տեղ-տեղ ինքը պահպանեց, բայց դա ողջ մնալու ստրատեգիա է եւ ոչ թե ինդուստրիալացում կամ ինդուստրիալ տնտեսության, այսպես ասած, վառ ներկայացում։ Չարենցավանը մոտ մնալով Երևանին ինքը ունեցավ հնարավորություն շուկայում, նաև ինդուստրիալ, հա, ապրանքի շուկայում դեռևս որոշակի դիրք ունենալու եւ որոշ գործարաններ ինչ որ չափով դեռևս գործում են։ Ու շատ հետաքրքիր է Ստեփանավան քաղաքի դեպքը, երբ սովետական միության ինդուստրիալ անկման նախորդող իրադարձություն ունեցանք 88 թվականի երկրաշարժը։ Հա, այսինքն երկրաշարժը առաջ ընկավ խորհրդային միության փլուզումից եւ երկրաշարժը քանդեց տնտեսությունը, քաղաքը, փոխեց քաղաքի ձևաչափը, իհարկե վրա հասավ երկրորդ հոսանքը, դա արդեն խորհրդային միության անկումներ, տնտեսական անկումներ եւ այլն, բայց նրա кейսն ու նրա նարատիվը այլ է։ Սիսիանի դեպքում, Սիսիանում մենք այսօր չենք կարող գտնել, ու գրեթե չենք կարող գտնել այլ մեծ ինդուստրիալ անցյալից կամ ինդուստրիալ տեղից ֆունկցիոնալ կամ գուցե մնայուն հիշատակներ, օրինակ ամենամեծ տեքստիլի գործարանը դա ավերակներ է։ Երկրաշարժ չի եղել, հատուկ հենց ուղղակիորեն անմիջական պատերազմական կամ այլ միջամտություն չի եղել, բայց կարծես մեծ
ավերից հետո է դա մարդն է արել հա մարդն է քանդել անել այդ մետաղի հավաքագրման եւ այլ, վաճառքի եւ այլն տարբեր մանր ստրատեգիաներով քաղաքը կտրուկ փոխվել է։ Սրանք տարբեր ճակատագրեր են, տարբեր ձևեր են, որոնք հուշում են, թե ինչ է հետ խորհրդային կամ սովետից հետոյի նոր շրջանի Հայաստանը, ինչ ճանապարհ է անցնում եւ ինչ առանձին կենսագրություններ է ունենում։ Դա քիչ է, այնտեղ ապրող մարդկանց մոտ հիշողության մեջ դեռ կա արդյունաբերական քաղաք լինելու այդ զգացումը, թե իրանք արդեն չեն ընկալում, այնպես ինչ որ մենք ենք ընկալում։ Դες դու էլ որ խոսում ես, ես էլ երբ որ ասում են Չարենցավան, ես միշտ պատկերացնում եմ գործարաններ։ Այդպես է, չէ՞, քաղաքի մուտքը մտնում ես, տեսնում ես լքված այդ գործարանները։ Ուզում եմ հասկանամ այն երիտասարդները, որոնք ծնվել են փլուզումից հետո, նո երիտասարդը չեն աշտեն, ասենք մեծ մարդիկ են, իրենց մոտ կա այդ զգացումը, թե չէ։ Չարենցավանի դեպքը մի քիչ յուրահատուկ է, շատերը նաև երիտասարդներից դեռևս աշխատում են գործարաններում, կամ բավական ֆունկցիոնալ եւ մեծ թափով աշխատող գործարաններ, այս բային կան մանրները, որոնց որոշ այսպես կոչված սովետական շրջանից մնացած ցեխեր աշխատում են, արտադրում են մանրարտադրություն եւ երիտասարդները ընդգրկված են արտադրական process-ում, իրենք տեսնում են նույնիսկ Չարենցավանում լինելով տարբեր ընտանիքներ առնվազն մեկը կունենա, ով աշխատում է կամ կապ ունի գործարանի հետ։ Դեպքը հետաքրքիր է։ Դա չենք տեսնի, չենք դիտարկի մեծ առումով Սիսիանում։ Դա չենք դիտարկի արդեն իսկ Ստեփանավանում։ Բայց շատ հետաքրքիր է, լավ, չկա, գործարանում չենք աշխատում, բայց գործարանի շենքը, հաճախ ավերակը կա։ Սա կոչվում է կյանքը ավերակների կողքին։ Սա այսպես կոչված օտարում չասենք, հայերեն թարգմանությունը միշտ դժվար է տերմինների անծանոթացման, օտարվածության, դու ապրում ես կողքը, բայց ինքը այլևս ֆունկցիոնալ չէ։ Բայց դու իրան ճանապարհով գնաս գաս եւ տեսնես այդ ինքն է քեզ հաշվի առնում, դու ես իրան հաշվի առնում, համակեցություն է ձևավորվում, բայց իրար պետքության հարց չկա։ Սա ինչ է։ Ստեփանավանի ավերակները գործարանների, Սիսիանի ավերակները գործարանների։ Ով է ավերման կամ ինչն է ավերման պատճառը։ Ով է ինչպես է սա ընկալվում։ Սա բնական է ընկալվում, թե ընկալվում է որպես միջամտություն, սա ափսոս է, թե սա անտարբերություն։ Սրանք հարցեր են, որոնք մեկ այլ ցուցիչ են եւ ախտորոշում են այն հասարակությունը, այն համայնքը, որը դու այցելում ես եւ կարող ես ուսումնասիրել։ Դեռ չկան, չէ՞, այդպես այդ կարգի ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան այդ պատմությունը ամբողջը վերանել։ Նման ուսումնասիրություններ հիմա իրականացվում են, մեկը նաեւ մեր նոր են էլի ստացվում։ Մեր նախագծերն են, մեր պրոյեկտներն են տարբեր իմաստով, կան իհարկե ազգագրական, մարդաբանական, տարբեր кейսերի առումով նաեւ սոցիոլոգիական անդրադարձեր այս խնդիրներին, բայց հետաքրքիր է թե որ մոտեցման եւ ինչ տեսանկյունից ես նայում։ Տեսեք, շատ հետաքրքիր մի մոտեցում կա ընդհանուր դարակից կամ ընդհանուր պիտակից անդին անցնել եւ հասկանալ кейսը որպես ունիկալ։ Այսպես կոչված անտեսված քաղաքների overlooked cities կոնցեպտը, որը Ռոբինսոնը առաջ քաշում է, նրա գաղափարը հետեւյալն է, որ միայն ներդրումները աճը չէ որ ցուցիչն է եւ դա չէ որ կրիտերիան է, որով պետքա մյուսին պիտակես անպետք անտեսված ու անցնես առաջ, շատ հետաքրքիր է անտեսվածության փորձառությունը։ Երբ դու այլևս չունես ներուժը, դու Ստեփանավանն ես, դու Սիսիանն ես կամ Չարենցավանն ես, չունես այլևս այդ ներուժը, լավ, գործարանով է իր ապրում։ 30 տարի է չկա գործարան։ Ո՞նց ես ապրում։ Եթե կա քաղաքը, ապա հետաքրքիր է, այսպես կոչված, կյանքը այլ տեղից, ինչ է, ոնց է հնարավոր եղել մնալ, գոյատևել եւ ապրել։ Այս նարատիվները շատ իմաստավոր են եւ սրանց դուրս բերումն է օրինակ, որ մեր այսօրվա թիմի ուսումնասիրության եւ ուշադրության կենտրոնում է
հասկանալ այդ ողջ մնալու, հարմարվելու եւ ինչու՞ չէ ապրելու պատմությունը։ Սա այն մաքուր պատմությունն է, այո, որը փաստաթղթայնացված չէ եւ պետք է դուրս բերել, որպեսզի հասկանաս, իսկ դա հասկացման ճանապարհ է, որտեղ հաճախ լուծումները ինչպես են տրվում Երևանում, որտեղ կենտրոնացված է նաեւ որոշման կայացումը, որոշում է ընդունվում դրա մասին։ Բայց լսել ես ինքը ինչ է մտածում, ոնց է ապրում, որ որոշում կայացնես։ Թե չէ այդ ունիվերսալ բարեփոխումները համայնքների խոշորացման եւ այլ դրանք միշտ վերևից ներքև գնում են եւ դա համար միշտ ունենում են կառավարման, ինքնության տարբեր խնդիրներ ռեֆորմներից հետո կամ ռեֆորմների ընթացքում։ Արդյոք խոշորացված համայնքները կայացած ֆորմաներ են։ Սրանք ունեն իրենց հարցերը, որտեղ այդ սոցիալական ինքնության տարբեր բաղադրիչներ հաշվի չեն առնվել։ հա, շատ դեպքերում նույն խոշորացված համայնքում լրիվ իրարից տարբեր ինչ որ տարբեր բնակավայրեր, որտեղ մարդիկ իրար հետ նույնիսկ չասեմ թշնամական, բայց առանձնապես շփվելու բանը չունեն, եզրեր չունեն։ Այո, շատ լուրջ է ինքնության հարցեր են։ Առնվազն խորհրդային միությունը ձևավորել էր որոշակի տարածաշրջանային ինքնություններ։ Առնվազն դա հաշվի չառնել, օրինակի շատ հետաքրքիր դեպքեր նույն Դիլիջանի Իջևան հարաբերություններում։ Ես առնվազն իջևանցի եմ։ Իջևան տարածաշրջան, ինչ ես, իսկ Դիլիջան խոշորացված համայնքի մաս կազմում։ Ինչի անունը որոշվեց, որ ես պետքա լինեմ այսօր աշտարակցի, ես բյուրականցի եմ։ Այլ դեպք Մարալիկ համայնքի հետ կապված, որը Անի համայնք է, անունը ոչ մի բնակավայրին չի պատկանում։ Եվ ավելի հարմարվող է, որովհետև Անին ավելի բարձր սիմվոլ է։ Հետևաբար ես անեցի եմ եւ ոչ թե մարալիկցի, որ ինձ կարող էր այլ գյուղի բնակիչ լինելով ինքնությանս հետ կոնֆլիկտի կամ բախման մեջ մնել։ Սրանք հարցեր են, որոնք հետազոտման, հասկացման եւ քաղաքային պլանավորման, ռեֆորմի, բարեփոխման, տարածքային կառավարման իմաստով սրանք շատ կարեւոր հարցեր են սոցիոլոգիական, մարդաբանական իմաստով, որոնք պետքա ուղեկցեն բարեփոխումը։ Հա, ու ամեն դեպքում պետք է խնամքով էլի վերաբերվես այդ ամեն ինչին, նաև այդ տարբերություններին, այդ առանձնահատկություններին, որտեղ մի տեսակ այսպես ունիֆիկացնելով դուք ինչ-որ մի բան կորում է էլի մեր մեջ։ Իհարկե։ Պետք է հաշվի առնել կոնտեքստը, լսել, իսկ լսելը դա հետազոտություն է։ Լսել, հասկանալ եւ դրանից հետո նոր միջամտել կամ օգնել, աջակցել։ Հա, այդ հետազոտության պահը իհարկե շատ ցավալի թեմա բարձրացրեցի, երբ է մեր իշխանությունը լսել հետազոտողներին կամ կարևոր է հետազոտողներին մի բան իրականացնելուց առաջ։ Ես չեմ հիշում, որ գիտես, այստեղ ես ոչ կան հատականացնեմ, ոչ քաղաքականացնեմ, այստեղ մի քիչ ավելի համակարգային տեսանկյունից կխոսեմ։ Երբ մենք խոսում ենք հանրային քաղաքականությունների մասին, որոշումներ կայացնելու մասին, միշտ հետաքրքիր ամենամեծ տեսությունը, որ դու դասավանդում ես հանրային քաղաքականության հետազոտություններ, policy research։ Գլխավոր սահմանափակումներից մեկը հետևյալն է, որ պետությունը ինքը անընդհատ շարժվող աշխատող մեքենա է։ Չես կարող անջատել, ասել, գիտես, հովացման համակարգը կամ այլ դետալներ ես պետքա փոխեմ, կես տարի հետո նորից կգործարկեմ, շատ լավ կաշխատես։ Ինքը անընդհատ աշխատում է եւ ըստեղ հետազոտությունը դառնում է միայն լեգիտիմացման գործիք։ Հետազոտություններ կան բոլոր իշխանությունների պետության կողմից անընդհատ սպասարկող հետազոտությունները գնում են, բայց որքանով են դրանք համահունչ, որքանով են քաղաքականությունները հետազոտահեն եւ հաճախ ոչ թե պատճառը իշխանության ցանկությունն է, այլ պետության համակարգային առումով կարողությունն է։ Սպասելու, լսելու, հաշվի առնելու, որովհետև դրանք զուգահեռ եւ բազմագործոն process-ներ են։ Եվ ըստեղ այդ բարդությունն է միջա, բայց իհարկե նման ռեֆորմները, օրինակ ինչպիսին խոշորացումներ, որ ուղեկցվել է շատ հետազոտություններով։ Համայնքային այս խոշորացման ԱՄՆ-ՄԶԳ ծրագիրը, որը տարիներ շարունակ գնաց եւ այսօր ունեցանք այս արդյունքը, մեծ հետազոտական ուղեկցող դաշտ է ունեցել, բայց հետազոտական բավական շատ բաղադրիչներ, որոնք քաղաքական եւ տնտեսական փոփոխականներ չեն, դրանք կարծես դուրս են մնացել։
Սա էլ հետազոտական մեթոդաբանությունների նաև հարցեր են, որոնք պետք է լինեն տեսական մոտեցման խնդիրներ են։ Բարդ է, բավական բարդ է, եւ այստեղ հետազոտողից մինչև քաղաքական որոշում կայացնող իր պատասխանատվությունն ունի բոլոր փուլերի առումով։ Հա, իսկ այդ տպավորությունը դու էլ ասացիր մի քանի անգամ, չգիտեմ տերմին ճիշտ ասում չէ, մոռացված քաղաքներ, հա։ Անտեսված, մոռացված։ Հա, անտեսված քաղաքներ, ով է անտեսել այդ քաղաքները։ Իշխանությունն է անտեսել, Երևանն է անտեսել, մենք կենտրոնում բնակվողներս ենք անտեսել, այդ որ ասում ենք անտեսված ով է անտեսել։ Թե հենց իրենք այդ քաղաքում ապրողները իրենց քաղաքին կարևորություն չեն տալիս։ Շատ լավ հարց է, շատ կարևոր հարց է, որը կարա հարցականի տակ դնի հաճախ նաև եզրույթը, բայց տեսեք սիմվոլիկ իմաստով Հայաստանի բաժանումը։ Մենք կարող ենք Հայաստանը շատ հանգիստ, երբեմն մենք բաժանում Երևան, ոչ Երևան։ Հա։ Ոչը արդեն ինչ որ Երևանը չեն է։ Սա արդեն անտեսման առաջին քայլն է։ Երբ ինքը ֆունկցիոնալ է պետք է շահի տնտեսության իմաստով, նա կենտրոնական է, ուշադրության արժանի է։ Երբ ինքը չունի, այսինքն ինքը ուզում է ներդրումներ, ինքը պահանջում է սոցիալական ապահովություն, որոշակի գումար ողջ մնալու համար, արդեն դառնում է մտահոգություն եւ ոչ թե դու ունես շահ իրանից եւ այսպես ձևավորվում է որոշակի ավելի եթե սրեմ կասեմ բեր։ Այո, տեսեք, եթե գյուղատնտեսական Հայաստանը վիճակագրորեն, հա, բաժանված է 3 մասի։ 1/3-ը մոտավորապես շատ սիմվոլիկ Երևան, 1/3-ը գյուղը, գյուղական բնակավայրեր եւ 1/3-ը այլ քաղաքներ։ Միջին եւ փոքր քաղաքներ։ Հիմնականում քանակական իմաստով փոքր քաղաքներ, բայց իհարկե մենք ունենք Գյումրու, Վանաձորի դեպքը։ Այս փոքր քաղաքները, սրանք առավել մարգինալ տեղերը դարձան խորհրդային միության անկումից հետո, որտեղ իրենք ռեալ կախված էին հենց խորհրդային կենտրոնացված տնտեսությունից։ Ընդ որում կենտրոնացված, այսինքն ինքը իր արտադրությամբ ինքնաբավ չի։ Ինքը արտադրում էր մի բան, որը այլ տեղի հետ էր կպնում, որ պետքական լիներ, որտեղ իր արտադրությունը առանձին ոչ ոքին պետք չէր։ Այս իմաստով այս քաղաքները մարգինալանում են, որտեղ գյուղը կորուստից հետո այդ ներուժի հողը կա, եւ ես ողջ մնալու համար գոնե կարտոֆիլը կարող եմ ունենալ, ցորենը կարող եմ ունենալ, փոքր քաղաքում ապրողը ոչինչ չի կարող ունենալ։ Այս մարգինալ տարածքները, ովքեր կորստում են ամեն ինչ, հետեւաբար նաեւ ներդրումները տնտեսական ինդուստրիալ իմաստով կորում են, սրանք սկսում են այդ մտնել overlooked cities-ի կամ անտեսված քաղաքի կոնցեպտի մեջ։ Բայց սրանք շատ հետաքրքիր кейսեր են այն դեպքում, երբ որ քեզ թվում է լավ, բրծավ, մահացավ, չէ, ապրում է, կա կրճատում բնակչության, դեմոգրաֆիական որոշակի անկում եւ այլ, բայց կա, ապրում է, ինչպես։ Այս հարցը հաճախ հետազոտական օրակարգից էլ է դուրս մնում։ Սա է, որ նոր քննադատական մոտեցումները ասում են հարցը տեղին է, բերեք եւ հենց այդ кейսերն են, որ շատ բան կպատմեն։ Իրանց պատմությունը շատ հետաքրքիր է։ Ողջ մնալու 30-ամյա պատմություն։ Սա շատ հետաքրքիր է։ Իրոք։ Որտեւ այնտեղ երբ համակարգը կորում է, ենթակառուցվածքները փլվում են, խնամքի նոր տեսությունները, քաղաքային խնամքի, հետեւյալ բանն են ասում, մարդն է դառնում ենթակառուցվածք։ Մարդիկ որպես ենթակառուցվածքներ։ Այսինքն ոչ ֆորմալ ձևով դուք սկսում ես կատարել այն, ինչը ժամանակին անում էր կենտրոնացված համակարգը եւ աշխատում են ենթակառուցվածքները։ Ինչպես, որ փորձի վրա, ինչի է դա բերում, ինչ բաժանումներ է առաջացնում։ Սա շատ հետաքրքիր նոր պրակտիկաներ են, որոնց հասկանալը քաղաքների մասին մտածելու, քաղաքների պլանավորման, կայուն զարգացման շատ կարևոր ուղեցույցեր են դառնում։ Շատ կարևոր բան ասցիր, որ այնուամենայնիվ ինչ կանել, օրինակ մեր որոշ բնակավայրերի բնակչություն, ոչ չէ, շատերի կրճատվել են, փոքրացել են եւ այլն, բայց մենք չունեցանք քաղաքներ, որոնք ուղղակի անհետանան, էլի, չլինեն, բնակավայրեր, որոնք չլինեն։ Նույնիսկ այդպես մեծ երկրներում դա պատահում են։ Ասենք Ռուսաստանում է դա լինում, մենք Միացյալ Նահանգներում ենք տեսել քաղաք, որը առաջ քաղաք էր, հիմա մարդ չի ապրում։
լքված գործարան, լքված մոլ, որի շուրջին կկառուցում էր, մարդիկ թողել գնացել են։ Մեր մոտ մի տեսակ սա շատ չի մտածի երբեք դրա մասին, իրոք շատ հետաքրքիր է, որ մնում են եւ նաեւ երկրորդ բանը կասեմ, իմ ասենք ավելի պատմաբանի հայացքով կասեմ, հիմա շատ այսպես մոդայիկ թեմա է ուսումնասիրության պատմության մեջ, դա քաղաքային կոչվում է քաղաքային անթրոպոլոգիա։ Ու ինչ են անում, վերցնում են քաղաքը, մի առանցին քաղաք եւ իր ամբողջ պատմությունը մի գշկով օրինակ տպում են, չգիտեմ, այն թափի պատմությունը օրինակ, սկսելով հին շրջանից, հայկական շրջանից եւ այլն, գալով հասնելով նույնիսկ այս թուրքական շրջան եւ այլն, միջև այսօրվա ժամանակակից շրջան եւ այդ ամբողջ շարունակականությունը տալու պատմությունը շատ հետաքրքիր է, էլի, եւ դրա համար հետաքրքիր է, որ նաեւ դու դրան անդրադարձար, որ այն կոնտեքստով, որ մենք խնդիր ունենք նաեւ ուսումնասիրենք այդ 30 տարվա պատմությունը, ինչպես է քաղաքը գոյատևե, ինչպես է ինքը զարգացել եւ այդ ամբողջ այդ չգիտեմ, վայրի 90-ականներին ինչպես մարդիկ սոված չմնացին եւ իրենց կերակրեցին եւ ինչպես հասան այսօր եւ նաեւ հաջորդ հարցը որ կուզենայի տա էլի շարունակելով ապագան ո՞րն է այդ քաղաքների ինչ անել այո ապագայի մասին խոսելուն զուգ ապագաներ կամ այսպես ասենք օգնատիա խոսելուց առաջ մի փոքր մեթոդաբանական նաեւ հարց 30 տարվա նաեւ յուրահատկությունը նրանում է կամ խորհրդային միության անկումից հետոյի պատման փաստաթղթայնացման նաև պրակտիկաների, վիճակագրության վարման, տվյալների, մոնիթորինգի եւ այլն սրանց ֆրագմենտարությունը, պակասը եւ երբեմն արխիվային անհասանելիությունը։ Երբ չկան դոկումենտներ, երբ դու կարող ես նստել եւ ուսումնասիրել, միակ դոկումենտը, փաստը դառնում են առօրյական եւ անհատական պատումները։ Ստե օրինակ նարատիվ մեթոդաբանությունները սկսում են աշխատող լինել, երբ մարդը վերապատմում է 30 տարվա եղածը իր եւ իր միջավայրի հետ։ Այս հավաքական պատումները կարծես դառնում են այն իրական, երբեմն մաքուր պատմությունը, որը կարող է մեզ հուշել, այս այն դոկումենտը դառնում, որի վրա դու կարող ես կառուցել։ Եվ ինչի, որովհետեւ սոցիոլոգիական իմաստով մի սոցիոլոգին հետաքրքիր է կառուցված գործողություն հարաբերությունը։ Եթե գործում ես կա որոշակի սահմանում ինչպես գործել, նաև ինչպես չգործել, ու դու գործում ես, եւ գործելով դու միշտ վերարտադրում ես դա։ Եվ այս մարդու կենսագրության կենսափորձի մեջ շատ լավ արտահայտված է կառուցված գործողություն փոխհարաբերությունները, եւ դու կարողանում ես վերականգնել պատմություններ։ Սա շատ հետաքրքիր է, մենք հիմա օրինակ այս մեթոդաբանությամբ ենք գնում հենց փաստաթղթային ուսումնասիրության սահմանափակումների նաև պատճառով, որը նոր հնարավորություններ է բացում իր առաջ։ Ապագայի տեսանկյունից շատ հետաքրքիր ընդհատում եմ, բայց ինձ նոր մտածել երևի նաև որպես պատմաբան եմ մտածում նյութական փաստաթղթեր, մեր գիտությունը նաև հիմնականում հիմնվում է փաստաթղթերի վրա, երևի տեղում տպվող թեշտերը, տեղական թեշտերը կարող են լավ աղբյուր լինել։ Իհարկե, դրանք էլ առանձին անալիզի, առանձին մետոդոլոգիայի հարցեր են։ Ինչա նույնիսկ ինչա գրվել, ինչ չի գրվել, դա էլ է կարող։ Ինչա համարվել կարևոր, որ ինքը տպվի տեղական թեշտում, եւ ինչա անտեսվել է, որտեվ կան նման դեպքեր, որ կան երևույթներ, դու փորձում ես հասկանաս ու դու չես գտնում իրանք։ Դու գիտես, որ քաղաք ամբողջությամբ դրա մասին է խոսում, բայց պաշտոնական թեշտերում դա ընդհանրապես չի։ Օրինակ մեթոդաբանական իմաստով է, երբ մենք 3 кейս առանձնացրեցինք, իհարկե հստակ դրամաբանությամբ, ընդ տարբեր փոփոխականներ ունենք, Երևանին մոտ լինել, սահմանին մոտ լինել, չափը երբ է ստացել քաղաքի կարգավիճակ, որքանով տարբեր փոփոխականներով այդ Ստեփանավան, Սիսիան, Չարենցավան դեպքերը առանձնացնելով մյուս մեթոդաբանական հարց հետևյալն է. մենք փորձելու ենք համեմատել քաղաքների փորձառությունը եւ համեմատական իմաստով ունիվերսալ մտածել նրանց ապագայի մասին, թե սրանք առանձին кейսեր են։ Քանի որ սա հասկացված չէ ռեալ, սա հասկացման ճանապարհ է, մենք ընտրել ենք իրենց որպես кейսեր, անում ենք իր ունիկալ հետագծով եւ նաեւ ապագային ուղղվածությամբ։ Ով ասեց, որ զարգացումն է, որ դա ապագան է։ Այսօր օրակարգ է մտած մակի սահմանմամբ եւ այսօր օրակարգում է կայուն զարգացումը, հա։ Կայուն զարգացման օրակարգը սոցիոլոգիական, հասարակագիտական իմաստով եւս հաճախ դրվում է քննադատության տակ։ Ապրելու, սա ապրեցման,
հարմար ապրելուն, մարդակենտրոն տարածության, արդյոք սրանք են կենտրոնական, թե այն կայուն զարգացման, քաղաքական, տնտեսական եւ տարբեր փոփոխականներով նաեւ սոցիալական իմաստով հարցերն են կենտրոնական։ Սա էլ մի հատ ուրիշ օրակարգի խնդիր է։ Մենք այս պահին ունենալով իհարկե օրինակ մեր պրոյեկտներում սահմանումն ու գիծը կայուն զարգացման հեռանկարներ մյուս, բայց մենք միանգամից քննադատական այդ շեշտը դնում ենք, արդյոք կա կայուն զարգացում, տեղին է ձևակերպումը կայուն զարգացման եւ ընդհանրապես սա զարգացման մասն է, որտեղ կան տեսություններ չզարգացման տեսություններ։ Արդյոք հարցը մի զարգացումն է, այս սրանք նորից կարծես Երևանից դրվող օրակարգ են պետական իմաստով, բայց քաղաքին լսենք, հասկանանք, որն է իր ապագան իր իսկ տեսանկյունից, որն է իր ինքնության ապագան էլ է դիտվում Երևանի մոդելով։ Այո, որտեղ մենք տարբեր նաև process-ներ ունենք, նաև վերևից ներքև, պետական տարբեր բարեփոխումներ, նույն խոշորացման քաղաքականությունը, տարբեր ներդրումներն ու իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջին տասնամյակների ընթացքում այս քաղաքներում, այս փորձառությունը հասկանալուց հետո մենք միայն կարող ենք տեսնել, թե ուր է գնում եւ ուր կարող է գնալ, կամ որն է նրա օրինաչափությունը։ Արդյոք ընդհանրապես իրան զարգանալ պետք է, գուցե սա հենց իր համար է ինքը բեռ, որ պետք չի, օրինակ եմ ասում, սրանք sense շատ պրովոկացիոն նաև ձևակերպումներ են։ Այսա հասկացման ճանապարհ, որտեղ երբ որ դու ունես հստակ սահմանումը, որ սա է ապագան, ու այս տեսանկյունից ես մտնում քաղաք, դու նորից այդ մեթոդաբանական սխալն ես թույլ տալիս, որը նույն այսօրվա տեսությունները քննադատական, նույն հետ անտեսված քաղաքների տեսությունները եւ այլն, այս սրա մասին են, որ ինքն ունի լսի իրեն, ինքն ունի իր ճանապարհն ու իր ձևը, սա հասկանալով դու կարող ես նաև որոշակի ասել նրա հետոն, ապագան։ Սրանք շատ կարևոր հարցեր են ու միշտ մեթոդաբանական նաև իմաստով զգուշավոր հարցեր են, որ պետքա զգոն լինել բոլոր փուլերում։ Հա, իսկ ինչ ես կարծում, բանը արտաքինն է փոխում ներքին բովանդակությունը, թե ներքին բովանդակությունն է ստեղծում արտաքինը։ Փորձեմ մի քիչ ավելի բացեմ։ Երբ որ դու փոխում ես քաղաքին լանդշաֆտը, օրինակ ինքը եղել է հարսնաբերական քաղաք, դու իր կենտրոնը այսօր դարձնում ես մեծ մոլը, օրինակ, մեծ առևտրական առևտրային կենտրոնը, այսինքն դու դրանով փոխում ես մարդու մտածողությունը, թե մենք կարող ենք ասենք, որ մարդկանց մտածողությունը փոխեց, ավելի շատ իրանք սկսեցին հմայվել առևտրով, քան թե արդյունաբերական ինչ-որ կամ արտադրությամբ եւ դրա համար դարձավ։ Ինչ ես կարծում, որն է։ Բոլորը աշխատող են, բոլորը խոսում են ամեն միջամտություն, դա պայմանավորում է։ Դա կարող է կառուցվածքային միջամտություն լինել, դա կարող է անհատական նախաձեռնություն լինել։ Միշտ որոշակի բան իհարկե փոխվում է, հասարակությունը նաեւ քաղաքը միշտ դինամիկ է, բայց այստեղ պետք է մի փոքր օպերացիոնալացնել քաղաք ֆենոմենը։ Քաղաք կլասիկ տրիադայի մասին ենք խոսում։ Դա տեղն է, լանդշաֆտն է, աշխարհագրությունն է, որը միշտ շատ կարևոր է։ Աշխարհագրությունից կախված հնարավորությունները կան կամ չկան։ Մարդն է, ընդ որում տարբեր իմաստներով որոշում կայացնողն է, ճարտարապետն է, նախագծողն է, քաղաքաբնակն է, այցելունն է, սպառողն է, մարդն է։ Եվ երրորդը սիմվոլիկ ստրուկտուրան է, այսպես կոչված գրականության մեջ հայերեն դժվար անթարգմանն է genius loci-ն։ Հա, առաջի երկրորդը սովորական մարդկային լեզվով հասկանալի։ Կուզեի երրորդը սիմվոլիկ կառուցվածքներն են, այն ինչը կամ ներդրված է, այսինքն երբ ասում ենք այստեղ, ասում ենք, ինքը վախենալու է, չէ, ինքը կարևոր է, ինքը սուրբ է, այս ինչա դրած, ինչ կոդ է դրված, այդ տեղի հետ կապված։ Յուրաքանչյուր տրիադայի կետ փոխելով, շատ հետաքրքիր մի հոդված կա, երբ նայում է բոլոր սցենարները, երբ մարդու միջամտությամբ լանդշաֆտը փոխվում է, ոնց է փոխվում սիմվոլիկ կառուցվածքը։ Եթե դու սիմվոլիկ կառուցվածքը վերևից փոխում ես, այսօրվանից սահմանում ես, որ սա էս ինչ է, մարդիկ ինչպես են դա անցալում եւ տեղը ինչպես սկսում օգտագործել։ Երբ դու օգտագործվող, երբ դու մարդուն ես ակտիվացնում որևէ բան անելուց, ով սկսում է երկուղությամբ կամ ինքը սկսում է փոխել սիմվոլիզմը, ու հետո հետևաբար լանդշաֆտը դրա ձևավորում, կամ մարդը փոխում է լանդշաֆտը, հետևաբար սիմվոլիզմը։ Սրանք այս տրիադան ամեն մեկը մի անուն ունի, տեղի, բայց երկու մեծ զույգի մեջ են դրանք տեղավորվում։ 6 հնարավոր սցենարները տեղավորված են երկու զույգի մեջ։ Տեղի ինքնություն, կնես լինել տեղ եւ դառնալ տեղ։
դու կարող ես դարձնել դինամիզմն աստեղ երևում եւ ապրեցնել լինել տեսական շատ այնպես բարդ ստրուկտուրաներ է հանգած ինքը բավական հետաքրքիր է ընդ որում շատ հետաքրքիր որ այս հայեցակարգը նաև այս մոդելը գալիս է մի ճարտարապետից այսինքն ճարտարապետը ինքը մտածում է այսպես կոչված ճարտարապետության ֆենոմենոլոգիա էլ կա ովքեր որ զբաղվում են նաև այսպիսի հարցերով շատ հետաքրքիր է եւ այստեղ նորից օպերացիոնալացնելով դու կարող ես տարբեր բաներ տեսնել նույն մեր նարատիվներում մեր քաղաքների պատման մեջ Երևանի, Սիսիանի, Չալենցավանի, Մեղրիի կամ մեկ այլ քաղաքի օրինակով ինչն է եղել այդ եղել է որոշումը որը հետո փոխել է քաղաքին մարդիկ են ինչ-որ մի բան այդ ինիցիատիվաները միկրոպատմությունները շատ լավ աղբյուր են հենք են հասկանալու, ճանաչելու եւ հետեւաբար մտածելու պլանավորման ապագայի քաղաքականության սրանք որովհետեւ մենք պետք է նաեւ հասկանանք որ ցանկացած նման գործողություն ունի հետևանք շատ դեպքերում գործողությունը անում ենք տեսնելով միայն ֆիզիկական հետևանքը բայց չենք հասկանում որ դրանց հետո հետևանքը կարող է շատ ավելի լայն լինի ասենք շենքը փոխվում շենքը քանդում ես ուրիշ շենք ես կառուցում քեզ թվում է դա ընդամենը քո վիզուալ պատկերը փոխեց բայց այդպես չի ինքը նաեւ փոխում է ախր գիտեք մի բան կառուցելուց ոչ թե պետքա Իրան նայես, այլ պետք է Իրան հեռվից նայես, Իրանից հեռուն նայես։ Երևանի առումով համոզված եմ անտեղի չէր ընտրված տեղը Ծիծեռնակաբերդի կամ ցեղասպանության թանգարանի ուղակի չի ընտրվել ազատ տեղ է եկեք այստեղ չէ այնտեղից ուղակի ուղիղ Արարատն է բացվում բայց հիմա ես նայելուց դալմա մոլով եմ զմայլվում որտեվ Արարատն ինձ այդքան չի երևում կամ երկրորդային պլանում է սա կառուցելուց առաջ համոզված եմ ազգադավ process չի եղել դալմա մոլը հա իհարկե մեծ տարածք է շատ ֆունկցիոնալ է բայց ինքնությունը սկսեց խախտվել ես այլևս Ծիծեռնակաբերդից ինչ չեմ զգում այդ սիմվոլիզմը կրող սա շատ լավ օրինակ է հա դալման էլ ոչինչ այնտեղ կողքը մի ուրիշ շատ անջորնի շատ մեծ կներեք իհարկե այնտեղ բնակվող մարդիկ բայց շենք կա որը կառուցել է ամենայն հավանականությամբ որպեսզի հայացք ունենա դեպի Արարատ բայց չմտածելով որ Ծիծեռնակաբերդից նայելուց այն այլևս խաթարում է եթե նայեք երիտասարդականի այդ Աբովյան փողոցի հատվածից դեպի վերև դեպի մոնումենտ այո այդ նոր կառուցապատվող հատվածները սկզբում 4 շենք հայտնվեց, որոնք գիտեք ոնց որ ինչ-որ հետաքրքիր հա փոխվեց, բայց ինչ-որ sense համաչափ լանդշաֆտը փոխվեց, ինչ-որ sense բան ես տեսնում չհարմարվելով կամ փորձելով դեռևս հարմարվել ինձ համար արդեն դա ինչ-որ sense հեռանկարային առումով ընկալելի էր դարձել։ Մի քանի ամիս հետո դրանց դիմացը անհամաչափ ուրիշ բան կառուցվեց։ Այսինքն փաստորեն նա պլանավորված չէր, այսինքն դա հատուկ չէր արվել, ուղղակի էր սարքվել, համընկել էր, իսկ սա քաղաքային պլանավորման կարևոր խնդիր է, որտեվ սոցիոլոգիան, մարդաբանությունը շատ կարևոր են, իրենք են հուշելու ինչ է սա, ճիշտ ախտորոշելու, բայց երբ որ բժիշկը դիագնոզը դնում է, հետո բուժողները պետքա ճիշտ մեթոդաբանությամբ աշխատեն։ Հակառակ դեպքում, հա, ուղղակի հիվանդը կիմանա ինչից մահացավ, ճիշտ կիմանա ինչից մահացավ, ոչ թե ինքը կիմանա ոնց բուժվեց։ Հա, բազմաթիվ անգամներ արդեն շեշտեցիր ձեր հետազոտության մասին, ձեր ծրագրի մասին, կուզենամ մի քիչ ավելի կոնկրետ, հա, ասես ինչով եք զբաղվում, ինչ եք անում, ինչն է նպատակը, մի քիչ ավելի բացես ձեր ծրագրը։ Այո, շատ մենք փորձեցինք իհարկե նաև պետության միջամտությամբ, աջակցությամբ ավելի շուտ իմի բերել մեր 10 տարի եւ ավելի սկսված հետազոտությունները, տարածական հետազոտությունները, գյուղական, քաղաքային, մեր մոտ շատ հետաքրքիր պրոյեկտները, գյուղ, քաղաք, գյուղ, ոնց որ մենք ուզեինք մի բան հասկանալ։ Երբ հասկացանք, մենք տեսանք, որ դա մեծ puzzle-ի մաս է եւ այսօր պետության կողմից, գիտության, Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող մի նախաձեռնություն ունենք Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիայի ներքո, որը կոչվում է տարածքային ուսումնասիրություն եւ զարգացման լաբորատորիա, նոր սկսվող ուղղություն, որի առաջին պլանում կենտրոնացված առաջին մեր հետազոտական շարքը դա
Հայաստանի փոքր հետինդուստրիալ քաղաքներն են, որը համակցվեց նաև մեկ այլ հետաքրքիր համագործակցությամբ, ընդ որում մեր ըստ հեռավար լաբորատորիաների հիմնման սկզբունքի պետք է ունենալ արտաքին նաև ղեկավարներ։ Մենք համագործակցում ենք Վիեննայի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի հետ լինելով սոցիոլոգներ, որտեղ սոցիալական աշխարհագրությունը, human geography-ին, մարդու աշխարհագրությունը, սրանք վաղուց իրենց իմաստով տարածության սոցիոլոգիա են նաև, հա, գործիքային եւ տեսական իմաստով։ Եվ նրանց հետ մենք նախաձեռնեցինք մեկ այլ նաև հաջողեցինք մեկ այլ դրամաշնոր ավստրիական զարգացման գործակալության Appear ծրագրով ֆինանսարով, որը մենք կոչեցինք RECITY։ Փորձելով այդ RECITY-ին վերաքաղաք, այո, քաղաքը վերաիմաստավորել, նորովի հասկանալ նաև նրա ապագան եւ ապագայի կողմնորոշումը, եւ այդ դրա շրջանակներում են մեր 3 քաղաքները հիմնական ընտրված։ Ընդ որում մենք ոչ թե փորձում ենք ինքներս որպես հետազոտող պարտադրել, այլ փորձում ենք տեղում հասկանալ։ Սա շատ հետաքրքիր մեթոդաբանություն է Վիեննայի գործընկերների օգնությամբ ներդնում ենք ոչ միայն միջգիտակարգային մոտեցում, այլ նաև տրանսգիտակարգային, տրանսդիսցիպլինար, որը ոչ միայն աշխարհագրագետին, սոցիոլոգին, մարդաբանին, տնտեսագետին է միտեղ բերում ինչ-որ բան հասկանալու, այլ նաև համայնքն է դարձնում հետազոտության, փոփոխության, անելիքի սուբյեկտ, մասնակից կողմ։ Այս իմաստով բավական էլի մարտահրավերներով գնացող process է, բայց մենք փորձում ենք հասկանալ եւ ավելի մոբիլիզացնելու եւ համայնքներ ներգրավելու համար այս ամառ նաեւ ամառային դպրոց ենք նախաձեռնում։ Հուլիս ամսի 6-ից 12-ը եւ իհարկե օգտվելով առիթից կխնդրեմ հետաքրքրված բոլոր երիտասարդներին, իհարկե ոչ միայն այնտեղ կան կրիտերիաները սահմանված, մեր գործընկերն ընդ որում մենք շատ ուրիշ բան արեցինք, լինելով ակադեմիայում ձայնը մի քիչ այո հասանելի է ակադեմիայիներին։ Մենք փոխվում ենք մեր սենյակներում եւ այս ֆորմատը ոդքասթինգը շատ լավ հնարավորություն է հանրայնացնելու, խոսելու հասարակության մարդու հետ այս խնդիրներից եւ մենք այս վերցնելով շատ լավ մի թմի հետ, որ ովքեր ներկայացնում են ուրբանիստա.am հարթակը, ովքեր քաղաքային լրագրողներ են, նրանց հետ մենք նրանք մեր պարտներն են, հավասար պարտներ են RECITY ծրագրում եւ նրանք օգնում են մեզ նաեւ հանրայնացնել մեր անելիքը urbanista.am/RECITY այդ կայքում հասանելի են մեր ողջ պրոյեկտը եւ ամեն ինչ եւ այնտեղ դուք կգտնեք մենք ներկայում կտանք այո կարող եք գտնել ամառային դպրոցի հրավեր մինչև փետրվարի 15-ը բաց է, որը սիրով միջդիսցիպլինար կարևոր դպրոց է լինելու։ Մենք փորձելու ենք այնտեղից նաեւ պեղել հետագա մասնագետներ, հետազոտողներ, ովքեր իրենց ձևով կներգրավեն հենց արդեն համայնքներում եւ համայնքային աշխատանքներում։ Ինչը շատ կարեւոր է, որովհետեւ գիտության մեջ շարունակականությունը, շարունակ հոսքը, երիտասարդների մուտքը շատ կարեւոր է ու ես կարծում եմ, որ դա Հայաստանի ամենահիմնական մարտահրավերներից մեկն է։ Ընդ որում հանրայնացումը, հետազոտությունը սրանք կարևոր են, մենք մյուս բաղադրիչը կրթությունն ենք։ Ամառային դպրոցը կրթական հարթակ է, բայց ոչ միայն ամառային դպրոցը, մենք սեպտեմբերից գործարկում ենք նաև կայուն քաղաքների կառավարում մագիստրատուրան։ Երևան պետական համալսարանում կայուն քաղաքների կառավարում, որը բազմադիսցիպլինար է, ճարտարապետից մարդաբան, տնտեսագետից սոցիոլոգ դասավանդելու են եւ տալու են բազմակողմանի գիտելիքներ հասկանալու կայուն զարգացման կոնցեպտը, հետազոտելու քաղաքները եւ կառավարելու քաղաքները։ Այնպես որ մենք փորձում ենք նաեւ ինստիտուցիոնալացնել կրթական հարթակները սերունդ եւ նոր հետազոտողներ պատրաստելու, համագործակցության նոր շրջանակներ ձևավորելու համար։ Ինձ թվում է, որ այդ ծրագիրը գոնե հաջողություն եմ ցանկանում ու հույս ունեմ, որ երևի համոզված եմ, որ այդ ծրագիրը գոնե պետքա պակաս չունենա մագիստրանտների կամ դիմորդների, որովհետև շատ արդի եւ կարեւոր մասնագիտություն է։ Այո, ինքը եղավ շատ հետաքրքիր նախաձեռնություն Erasmus+ ծրագրի շրջանակներում, Թիգրին ծրագիր էին իրականացնում, որը դեռևս ամփոփման փուլում է եւ դրա շրջանակներում մի քանի բուհեր կայուն քաղաքների ուղղված նաև համատեղ ջանքերով ուսումնական պլաններ եւ ծրագիր ստացանք լիցենզիան արդեն նախարարության կողմից, այնպես որ սեպտեմբերից ունենալու ենք այդ Սա երկրորդ հայտարարությունը, եթե այդ թեմաներով հետաքրքրում եք, դիմեք նաև ուշադիր եղեք եւ հունիսից, չէ՞, ոնց որ սկսվում է հարուճի հոսքելությունը, այո, մայիսի վերջ հունիսից կբացվեն, բայց կայքով կարծում եմ շուտով հասանելի կլինեն ամբողջ հայտարարությունները։
Հա, Հարություն ջան, շատ շնորհակալություն։ Շատ դաշտիր էր, բայց վերջի հարց կա։ Ես չեմ բաց թողնելու առանց վերջի հարցի։ Կարևոր հարց ունենք, որը ես իմ հիմնական մտահոգություններից մեկն է եւ դրա համար փորձում եմ նաեւ այդ մտահոգությամբ կիսվել հյուրերի հետ։ Հասարակագիտության անտեսումը մեր երկրում ոչ միայն մեր երկրում, դա երևի համաշխարհային տենդենց է, որ տեխնիկական, այսպես բնագիտական գիտելիքները իրենք տեսակ իրենց ավելի մեծ նշանակություն ու դեր է տրվում եւ հասարակագիտությունը մի տեսակ երկրորդ պլան է մղվում ամբողջ աշխարհում, մեր մոտ նույնպես։ Ուզում հարցս այս երկու հարց է իրականում իրար կապված։ Առաջինը, ինչու զբաղվել հասարակագիտությամբ։ Ինչի է պետք ընդհանրապես զբաղվել հասարակագիտությամբ, ոչ թե ասենք քիմիայով, ֆիզիկայով եւ այլն, եւ ինչու կոնկրետ դու որոշեցիր, որ հենց այս մասնագիտությունը պետք է ընտրես եւ ոչ թե մեկ այլ։ Բավական բարդ ինքնարեֆլեքսիա։ Այո։ Եղես բացում, շնորհակալ եմ։ Տեսեք, ոչ թե մեծ կարևոր բնագիտական, օրինակ թեորետիկական գիտությունները հնարավորություններ ունեն, այլ գիտես կարծեի շոշափելի։ Այո։ Գիտես դա տարբերությունն է կենսաբանության եւ ֆիզիկայի, եւ սոցիոլոգիայի։ Դպրոցից փորձանոթով քիմիային, կենսաբանությանը, երբ ասում են ֆիզիկային ուսումնասիրում, հա, ուրեմն դու մեր հոսանքի գծերը կհասկանաս, էլեկտրականությունից կհասկանաս, եղանակից կհասկանաս կամ տարբեր շոտ process-ներից դա մարդը տեսանելին, շոշափելին իրան միշտ հասկանալի է։ Բայց մարդկային հարաբերությունները իմ ու քո կոմունիկացիան չի երևում, բայց այդտեղ շատ բարդ ֆիզիկա եւ կենսաբանություն կա մեր մեջ հենց հիմա տեղի ունեցող։ Ինչ է սա։ Հասարակական հետազոտություն, հասարակագիտական հետազոտությունը կրկնակի բարդ է բնագիտական հետազոտությունից։ Այն իմաստով, որ այստեղ այլ ֆակտոր կա, դու գործ ունես մարդու հետ, ով միշտ չի որ այդ մեխանիկական օրինաչափությանն է ենթարկվում։ Ես ինքս սկսել եմ իմ կրթությունս, դպրոցական կրթությունս ավարտել եմ ֆիզմատ դպրոցով։ Երևանից ֆիզմատ դպրոցն եմ ավարտել եւ բոլոր հնարավորությունները, այո, Շահինյանի համար եւ բոլոր հնարավորությունները ունեցել եմ ուղղակիորեն հարցազրույցով այն ժամանակ 90-ականների վերջին բանավոր քննությամբ անվճար նստել մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ, բայց ընտրել եմ սոցիոլոգիա, հենց առաջին հայտով, իհարկե իմ համար է մարտահրավեր էր եւ գուցե ինտուիտիվ սա որոշում էր, բայց իսկապես սոցիոլոգիան դա մաթեմատիկա է։ Հասարակագիտության կեսը մաթեմատիկան է, որտեվ հասարակությունը ինչ որ չափով թվային օրենքներով ապրում, բայց ոչ միայն։ Հասարակությունը նաև տեքստ է։ Հասարակությունը նաև իմաստներ են եւ հարաբերություններ են, որոնք թվերով չեն նկարագրվում։ Եվ այս բարդությունը շատ ավելի հետաքրքիր է դարձնում եւ ընդհանրապես յուրաքանչյուր տեխնիկական զարգացում, յուրաքանչյուր նորամուծություն, արհեստական բանականության առաջացումը, սա փիլիսոփայության եւ հասարակագիտության մեծ խնդրակարգ է բացում, առանց որը իմաստավորելու գործիքը ավելի դոմինանտ կդառնա կամ հնարավոր չի կառավարվել կամ հարաբերվել նրա հետ։ Ինչ հարաբերություններ են ստեղծվում։ Սա ինչ նոր հասարակության սկիզբ է։ Մենք կարծում եմ Մարքսը կասեր նոր ֆորմացիա են կանցում կատարում, որտեղ այլևս գործարանը չէ կենտրոնում, այլ ցանցն է, եւ ըստ հարաբերությունները այլ ձևի են, կենտրոններն են փլվում։ Սա ինչ է տեղի ունենում, իսկ սա միայն հասարակական տեսությունը կարող է նկարագրել, բացատրել եւ հետազոտել, առանց որի շատ կարևոր գործանող բնագետները, տեխնիկական գիտության ներկայացուցիչները իրենց իմաստը եւ իրենց անելիքը չեն տեսնի կամ գզիջեն այլ գործիքներից։ Սրանք շատ հետաքրքիր են, որտեվ երբ արհեստական բանականությունը նոր օրակարգում նոր սահմանում է ինչպիսին է, այլևս այն գործիք չէ։ Այն agency է, այսպես կոչված։ Նա արդեն գործող կողմ է, հաշվի ես նստում, երբ կա նոր գործող, նոր հարաբերությունները հասարակագիտության հասկացման տիրույթում են։ Հետևաբար այսօր ավելի քան նոր հասարակագիտությունը ակտուալանում է, գուցե դրա անունը սոցիոլոգիա չդնենք։ Գուցե ինչպես սոցիոլոգիան եկավ, երբ գործարանն ու նոր քաղաքը առաջացավ,
Հիմա այլ գիտություն է գալիս կամ նոր սոցիոլոգիաներն են գալիս, որոնք կփոխարինեն կամ կբացատրեն, բայց այդ նոր օրակարգը հասարակական իմաստով հասկանալու եւ իմաստավորելու համաձայն եմ նոր գիտությունների կամ նոր դիսցիպլինների սկիզբ է։ Ճիշտ է, համաձայն եմ ու նաև ես կարծում եմ, որ ավելի մենք գնում ենք համընդհանուր ինչ որ այսպես հասարակական սոցիալական գիտության ներմուծմանը, որովհետև այլևս ես որպես պատմաբան ես զգում եմ, ասենք ես երբ որ հետազոտություն եմ իրականացնում, ինձ չեն հերիքում այն գործիքները, որը մենք սահմանել ենք երկար ժամանակ տասնամյակներով կիրառել ենք պատմական ուսումնասիրության համար։ Իրենք ուղղակի չեն հերիքում։ Եվ ես օգտվում եմ սոցիոլոգիական տեսություններից կամ գործիքներից, չգիտեմ, այլ դաշտեր եմ մտնում եւ հասկանում եմ, որ այդ բաժանումը հասարակական գիտությունների շատ դեպքերում պայմանական, շատ դեպքերում երևի պետք էր որպեսզի այդ գիտությունները առանցին կայանային, բայց հիմա երևի իրոք մենք գնում ենք մի քիչ այդ կլասացով ավելի լայն որ մի նոր դիսցիպլինի, որը կմիավորի այդ բոլոր մաշտու հետ առնչվող պատմականորեն եւ արեմտյան դպրոցում, արեմտյան կրթության կամ համակարգերում ակադեմիա միշտ դրանք միավորված են, վաղուց են միավորված, նույնիսկ պատմության սոցիոլոգիայի շեմն ու գիծը, պատմահամատական մեթոդը հիմա սոցիոլոգիական մեթոդ է, քաղաքագիտական թե պատմաբան, այո, սրանք բոլորը միտեղ են, այսինքն այսօր համախմբվում են մեթոդի, երևույթի, քաղաքային հետազոտություններ։ Սա այլևս մեկ գիտության մենաշնորհ չէ։ Սա արդեն միջդիսցիպլինար առնվազն տարածություն է։ Կրթության ֆակուլտետներ, education science, սա հոգեբանն է, սոցիոլոգն է, մանկավարժն է, առնվազն, տնտեսագետն է, կառավարիչն է, այսինքն սրանք եւս իրանք փոխվում են եւ իհարկե նոր հասարակությունը, նոր բարդությունները դրթում է մեզ բացել դռները եւ իրար հետ անել, որովհետեւ առանց դրա միշտ միագողմանի կմնա մեր հասարակությունը։ Եվ դա մեր են բոլոր դիտողներին, լսողներին, երիտասարդ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ինչ մասնագիտություն ընտրել, մենք ուզում ենք ցույց տանք, թե ինչքան բազմազան եւ հետաքրքիր է սոցիալական կամ հումանիտար գիտելիքները։ Եվ այսօր մենք էլ արդեն իհարկե ունենալով կլասիկ եւ շատ կարեւորելով կլասիկ սոցիոլոգիական հետազոտություններ ծրագրերը, մագիստրոսական եւ բակալավրի, բայց ձևավորում ենք այդ միջգիտակարգային թևը, հանրային քաղաքականության հետազոտություններ, կայուն քաղաքների կառավարում, որտեղ սոցիոլոգիան կենտրոնական, բայց ոչ միայն, բազմա հասարակագիտական եւ ոչ միայն նաեւ հասարակագիտական մոտեցումներ են պետք ճիշտ մասնագիտանալու եւ հետո նաեւ հետազոտելու, աշխատելու, կառավարելու համար։ Հարություն ջան, շնորհակալություն, ձեր գործերին հաջողություն, այս բոլոր լինքերը կլինեն ներքևում, այնպես որ մտեք, դիտեք, ուսումնասիրեք եւ դիմեք ամառան հրավերի եւ հնարավորության համար կիսվելու գաղափարներով եւ նաեւ ինֆորմացիայով։ Շնորհակալություն։